Լրագրության տրանսֆորմացիան բավական խնդրահարույց է, հենց արժեքների չպահպանումն էր իմ որոշման հիմքում դրված, հասկանում էի, որ նաև ուղղակի կարող է ուշ լինի հետադարձի ճանապարհ չունենամ։ Մենք շատ բան ունենք սովորեցնելու նույն Եվրոպայում։ Զրույց բոլորի համար հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ իմ հյուրը Գայանե Աբրահամյանն է։ Նախ նա կընտրի կտավ Ամեփլյուսի գեղանկարների հավաքածուից։ Գայանե Աբրահամյան ծնվել է 1979 թվականին Երևանում։ Սովորել է Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության եւ տեսության ֆակուլտետում, ապա Վաշինգտոնի լրագրության միջազգային կենտրոնում։ 2002-ից 2013 թվականներին աշխատել է Armenia Now առցանց լրատվական կայքում որպես լրագրող։ Թղթակցել է մի շարք միջազգային պարբերականների։ Աշխատանքային գործունեությունը շարունակել է միջազգային ծրագրերում, ինչպես նաև Երկիր մեդիա հեռուստաընկերությունում Factor TV-ում։ 2018 թվականից եղել է ազգային ժողովի падգամավոր առաջադրված քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ 2020-ի նոյեմբերին հրաժարական է տվել եւ վերադարձել հասարակական գործունեության։ 2016 թվականի ապրիլից հանուն Հավասար իրավունքների հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավարն է։ Ընտրեցիք Անահիտ Զարդարյանի Ծաղիկներ արվեստանոցում կտավը, ինչու էր պայմանավորված ընտրությունը։ Դե առաջին ընտրության առաջին սկզբունքը կին նկարիչ է, իսկ դա այս դեպքում ինձ համար առաջնորդող է շատ։ Երկրորդը տրամադրությունը եւ գունային այս պաստելային նուրբ մոտեցումը եւ երրորդ կարևոր հանգամանքը թեթևությունը նկարի, այսինքն էսկիզային ոճը, որը այսպիսի նկարների համար շատ կարևոր է։ Ձեր ամուսինը հայտնի նկարիչ Արթուր Շարաֆյանն է։ Դուք նրա համար ոգեշնչման աղբյուր եք, թե արվեստի քննադատ, թե եւ ինձ թվում է, այսինքն պահեր են լինում, որ քննադատ եմ, բայց հնարավորինս իհարկե քիչ, որովհետև բայց եղել են էտապներ, որ քննադատել եմ, որովհետև զգում եմ, որ կրկնում էինք իրեն, ինչ-որ ստագնացիայի մեջ էր մշակութային իր բանի տեսանկյունից, արվեստի վերարտադրման տեսանկյունից, բայց հիմնականում երևի ավելի շատ ոգեշնչում չասեմ, բայց փորձում ենք գոնե ընտանյոք հանդերձ խրախուսել, բայց երևի իմ ամենամեծ դերը իր նկարչության մեջ նկարները վերնագրելն ու մեկնաբանելն է, որովհետև շատ հաճախ ընդհանրապես նկարիչները նկարում են ավելի ինքնաբուխ, այսինքն դրա մեջ շատ հաճախ այդ տեսությունը մեծ հաշվով իրենք չեն դնում, իրենց մոտ այդ ամբողջ process-ը շատ ավելի ենթագիտակցական մակարդակում է տեղի ունենում եւ ես որպես գոնե կրթությամբ արվեստի քննադատ կամ տեսաբան փորձում եմ դա ավելի այդպես տեսական մոտեցումներով բացատրել եւ տալ վերնագիր։ Այդ վերնագրելու պահին մենք հաճախ ունենում ենք բանավեճեր, բայց սովորաբար ընդունում է իմ մոտեցումը, որտեղ հասկանում է նաև, որ իմ հայացքը միշտ դրսից է եւ այդ հայացքը կարող է շատ ավելի համընկնել հենց դիտորդի հայացքի հետ։ Իսկ սկզբանե արվեստագիտական կրթություն եք ստացել, մանկուց նաև երգել եք երգչախմբում, հետո անցում եք կատարել լրագրություն։ Ինչպես եղավ այս անցումը։ Շատ այդպես հետաքրքիր անցումներ եմ ունեցել։ Իմ երգչախումբը եղել է իմ մանկության այդպես հիմնական եւ ամենասիրելի ու ամենավառ հիշողություններով հատվածը 12-11 տարեկանից եմ երգել Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում։ Արվեստի նկատմամբ սերը եղել է նաև հայրիկից, որովհետև նաև հայրիկս թանգարաններում էր աշխատանգարանի, մի քանի տարբեր թանգարաններում էր աշխատում եւ տնօրենն էր եւ մի տեսակ մանկությունս այդ միջավայրում է անցել։ Բայց առաջին բանը, որ իրականում դրդեց ինձ 16 տարեկանում որոշել, որ ես ուզում եմ արվեստի տեսություն եւ ընդհանրապես արվեստի պատմություն եւ հենց հատկապես կերպարվեստի, որտեղ ես հենց կերպարվեստի տեսության ուղղությամբ եմ սովորել 1995 թվականներ, երբ մենք երգչախմբով մեծ տուրնե, մեծ շրջագայություն ունեցանք Եվրոպայի տարբեր երկրներով եւ նաեւ ԱՄՆ-ում
եւ այդ ընթացքում եղա հնարավոր բոլոր թանգարաններում Լուվրից մինչեւ մետրոպոլիտեն եւ տեսնելով նկարները եւ տեսնելով մի քանի կտավներ, որոնք ինձ համար հասկանալի չէին, այդ թվում абստրակտ նկարներ, այդ թվում Մալևիչի սև քառակուսին, ես ուզում եմ հասկանալ իսկ ինչ են այս ամենը նշանակում, հա, այսինքն այն ինչ որ արվեստի են պատկերները, երբ որ դու տեսնում ես եւ դու ընկալում ես որպես այդպեսին, ինձ համար շատ հետաքրքիր էր абստրակտ արվեստը ընդհանրապես եւ բայց ես հասկանում եմ որ դրա բնականաբար դա ունի մեկնություն եւ ովքեր են դրանք մեկնաբանողները եւ որ փորձեցի հասկանալ իսկ ովքեր են ինչ մասնագիտություն է դա այդտեղ հասկացա եւ երբ արդեն վերադարձա արդեն 9-րդ դասարան էի որոշեցի որ չէ իմ այս մասնագիտությունը այն մասնագիտությունն է որ ես ուզում եմ հարցի շարունակությունը այն էր որ ինչպես որոշեցիք անցում կատարել լրագրություն լրագրությունն անցումը էլի շատ այդպես հարթ տեղի ունեցավ իմ կյանքում ես առաջին կուրսից արդեն աշխատում էի բայց աշխատում էի որպես արվեստի մեկնաբան հա այսինքն արվեստի մշակութային լուրերն էի վերլուծում մեկնաբանում երկու տարբեր մեկը հենց մշակութային ամսագիր էր մյուսը Armenian International Magazine այն ժամանակ եւ շատ այդպես ինչ որ ընթացքում երբ սկսեցի սոցիալական նյութեր գրել սոցիալական նյութերի նաև արդյունքում խնդիրների լուծմանը նպաստել եւ այլն հասկացա որ լրագրությունը ինձ համար շատ ավելի հարազատ է երկուսն էլ անշուշտ հարազատ էին բայց երբ ես տեսնում եի որ ինչ որ խնդիր բարձրաձայնելուց դու կարողանում ես այդ խնդիրը լուծել կամ թեկուզ մեկ ընտանիքի մեկ մարդու կյանքի վրա ինչ որ որոշակի ազդեցություն դրական ազդեցություն կյանքը փոխող ինչ որ գործ անել զգացի որ դա շատ ավելի ինձ համար ինքնադրսևորման կենսագործունեության տեսանկյունից շատ ավելի հարազատ է իսկ լրագրության տրանսֆորմացիան այսօր անհանգստացնող է ինչ վտանգներ ունի լրագրության տրանսֆորմացիան բավական խնդրահարույց է բայց ես կարծում եմ որ դա մեր հասարակության ընդհանուր տրանսֆորմացիան է Եվ ոչ միայն մեր հասարակության աշխարհում տեղի ունեցող այդ շատ լուրջ փոփոխություններն են, որոնք ուղղակի դրսևորվում են, այսքան ցանկացած մասնագիտության մեջ այդ փոփոխությունները առկա են։ Մեր դեպքում լրագրություն ուղղակի հատկապես հիմա, հա, այսինքն սոցիալական մեդիայի այս տարաշրջանում, երբ ամեն երկրորդը լուր հաղորդող է ի վերջո, ամեն երկրորդը իրեն նաև վերապահում է իրավունք, եթե այդպես կարող եմ ձևակերպել մարդկանց նաև ինչ-որ բան սովորեցնել, իրենց կարծիք արտահայտել իհարկե անշուշտ շատ լավ բան է, բայց երբ դա հաճախ նաև արվում է իմպերատիվ, այդպես բացարձակ առանց աղբյուրները ստուգելու բացարձակ այդպես ճշմարտության դիրքից կամ վերջին ճշմարտության դիրքից ինչը շատ հաճախ է մեր իրականության մեջ եւ ել չեմ ասում արդեն կեղծ լուրերի ել չեմ ասում ընդհանրապես պրոպագանդիստական այդ ամբողջ խոսքի հատկապես վերջին մի քանի տարիներին աշխարհը այս առումով շատ բարդ է դարձել եւ լրագրողի դերը շատ ավելի է բարդացել մրցակցությունը չափազանց մեծ է եւ այդ մրցակցությունը պատասխանատու լրագրողի եւ անպատասխանատու հաճախ ուղակի լուր հայտնողի, հա, որովհետեւ չեմ ուզում լրագրող ասել, կամ լուր հայտնողի կամ ինչ-որ սենսացիաներ տվողի միջև է եւ լրագրողը շատ կարճ ժամանակ ունի ինչ-որ բան ճշտելու եւ շատ ավելի բովանդական ինչ-որ բան տալու եւ այս դեպքում բարդ է մրցակցության տեսանկյունից, հա, այսինքն մրցակցությունը նորմալ լրագրության եւ լրագրողների միջև չէ, մրցակցությունը շատ անարդար դաշտում է, որտեղ հաճախ դժողը հենց լրագրողն է լինում։ Եթե վերադառնանք նորից ձեր գործունեությանը, լրագրությունից անցաք դեպի ավելի լայն հասարակական գործունեություն, հետո քաղաքականություն, հետո դուրս եկաք քաղաքականությունից Սրանք ինչ պահանջմունքներ են, որոնք ծնվում եւ մեռնում են, եւ ընդհանրապես ձեր առաքելությունը գտել եք։
Առաքելությունը շատ մեծ է ասված, ես ինձ երբեք չեմ համարել, որ ես տենց ինչ-որ մեծ առաքելություն ունեմ ու ինչ-որ բան պիտի անեմ, բայց լրագրությունը էլի, ինչ-որ փուլերում, երբ հասկանում էի, որ խնդիրները շատ են եւ մենակ բարձրաձայնելը արդյունք չի տալիս, հա ինչ-որ հարցեր փորձում էի լուծել եւ այդ սահմաններ գալիս, դու լրագրող ես թե ակտիվիստ ես, այդ բախումը ընդհանրապես եւ մեր իրականության մեջ եւ աշխարհում շատ է քննարկվում, ես ինչ-որ մի փուլում հասկացա, որ չես կարող երկուսը միաժամանակ լինել, որտեղ միշտ բախվում են, այսինքն այդ օբյեկտիվ լրագրությունը ինչ որ մի փուլի հանգում է նրան, որ դու փորձում ես կամ այնքան քո հերոսների հետ հարազատանում ես ու իրենց խնդիր այնքան քոնն ես համարում, որ ուզում ես լուծել եւ փորձում ես լուծել, որ դու քո օբյեկտիվ դիրքից, լրագրողի դիրքից արդեն չես կարողանում խնդիրները ճիշտ գոնե օբյեկտիվության դիրքից ճիշտ, որտեղ քո դիրքը միշտ գոնե դու համարում ես, որ դա ճիշտ է, չես կարողանում վերլուծել։ Եվ ես հասկացա, որ ժամանակն է, որ խնդիրները լուծողի փորձեմ ինչ-որ ինստիտուցիոնալ մարմին ստեղծել։ 2014-ից արդեն դեռ լրագրությամբ զբաղվում էի, բայց այդ ժամանակ արդեն իսկ տարբեր արշավներ, տարբեր ծրագրեր իրականացնում էի անհատական մակարդակում, եւ դա նախաձեռնություն էր, այսինքն այն կազմակերպությունը, որ հիմնեցի, մինչեւ 2016 թվականը, 15 թվականը դեռ նախաձեռնություն էր։ Բայց հետո հասկացա, որ չէ, դա էլ բավարար չէ, պետք է ինստիտուցիոնալ մարմին եւ այդ ինստիտուցիոնալ մարմնի միջոցով այդ բոլոր խնդիրները շատ ավելի համակարգված եւ ճիշտ կարողանաս իրականացնել։ Իսկ քաղաքականություն գնալը եւս էլի մի էտապ է, որ հասկանում ես, որ սա էլ բավարար չի այդ խնդիրներին լուծում տալու տեսանկյունից եւ պիտի ընտրես այդ որոշում կայացնողի դերը, հատկապես եթե այդ փուլում տրվել էր հնարավորություն, այսինքն ես իրականում նախկինում էլ 2013-ին եւ 2017-ին ունեցել եմ առաջարկներ լինել քաղաքական դաշտում, բայց այն ժամանակ ես չէի տեսնում այդ հնարավորություն, այսինքն մտածում էի տարբերություն մեծ հաշվով լրագրողի կամ հասարակական գործչի եւ ընդդիմության կողմից ամբիոնում խոսողի առանձնապես շատ չէր։ Էլի դու միևնույն է խնդիրը բարձրաձայնողն էիր, քիչ թե շատ, եթե հասարակական նաեւ կազմակերպությունը կար, քիչ թե շատ լուծողը։ Երբ արդեն 2018-ից հետո եղավ առաջարկը, հատկապես արդեն նաեւ քաղաքական մշակույթի փոփոխության հույսը կար եւ այլն, հասկացա, որ չէ, գուցե ժամանակն է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել հենց որոշում կայացնողի դիրքից խնդիրներին լուծում տալ։ Ինչ որ բաներ հասցրեցի անել այդ ընթացքում, ինչ որ բաներ չեմ հասցրել, նաեւ ինչ որ փուլում արդեն որոշեցի, որ չէ, միևնույն է մյուս դիրքը, հա, հասարակական ոլորտում շատ ավելի գուցե արդյունավետ եմ, գոնե այս փուլում։ Հեղափոխական արժեքները գործում են այսօր։ Նախ այդ արժեքները շատ այդպես տրանսֆորմացվել են եւ ցավոք գուցե շատ ավելի հստակ այդ արժեքները չամրագրվեցին հենց այն ժամանակ, որտեղ անշուշտ ընդհանուր առմամբ հստակ էր ինչի համար է դա արվում, ինչի դեմ է դա արվում, որովհետև մեծ հաշվով կոնսոլիդացիան ոչ թե ինչ-որ բանի շուրջ էր կամ հանուն ինչ-որ մեկի էր, այլ առավելապես ընդդեմ ինչ-որ մեկի էր, հա, այսինքն ընդդեմ եւ ոչ միայն ինչ-որ մեկի, այլ նաեւ ընդդեմ այդ բոլոր երևույթների կոռուպցիայի, անարդարության, սոցիալական անարդարության եւ այլն։ Ես ինքս ինձ համար սահմանել էի հստակ օրակարգեր եւ նաեւ առաջնահերթություններ, դրանք կոռուպցիայի դեմ պայքարներ, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ իհարկե այսինքն հիմքում այս բոլորի հիմքում անշուշտ դատաիրավական համակարգի բարեփոխումներ եւ արմատական բարեփոխումը, որտեղ արդարադատությունը որպես այդպիսին իսկապես կիրականացվեր։ Արժեքները անշուշտ հենց արժեքների չպահպանումն էր իմ որոշման հիմքում դրված, երբ 2020 թվականի սեպտեմբերին որոշեցի, որ հրաժարական եմ տալիս, որովհետև հասկանում էի, որ այն հիմնական նպատակները, որի համար ես եկել եմ, ես միևնույն է դրանք չեմ իրականացնելու։ Եվ ինքս ինձ համար հստակ սահմանեցի մոտեցում, հա, այսինքն եթե ես մնում եմ ու սրանք չեմ անում, ստացվում է, որ ես մնում եմ զուտ կարգավիճակի եւ պաշտոնի համար,
արդար չի եւ ինքս ինձ հետ հաշտ չէի բոլորովին։ Ինչ որ մի փուլում հասկանում էի, որ նաեւ ուղղակի կարող է ուշ լինի հետադարձի ճանապարհ չունենամ։ Եվ դրա համար ընտրեցի նաեւ դուրս գալու ճանապարհը։ Այս օրերին, երբ քաղաքական համակրանքը կարող է մարդկային հարաբերությունների վրա նույնիսկ ազդել, դուք ընկերներ կորցրել եք։ Ես փորձել եմ չկորցնել, անշուշտ եղել են իրավիճակներ, որ այո, մենք տենց բոլորովին հակառակ դաշտերում ենք եղել, բայց քանի որ տեսեք ինձ համար 2018-ը արժեքային գործընթաց էր։ Ու ես որքան էլ իհարկե հետո սարսափելի ողբերգություններ, պատերազմ եւ այլը, ինձ համար շատ սկզբունքային հարց կար։ Մենք արդյոք ուզում ենք կառուցել պետություն որոշ փոփոխություններով եւ արժեքային տարբեր մոտեցումներով, թե այնուամենայնիվ մեզ համար ընդունելի էր, որովհետեւ շատ հաճախ օրինակ են բերում, այո, այն ժամանակ կար կոռուպցիա, բայց ունեինք Արցախ եւ այլն։ Եվ այս կապը չտեսնելը, այդ կոռուպցիայի եւ այսօրվա Արցախը կորցնելու ինձ համար շատ սկզբունքային էր։ Եվ այս մասով մենք շատ հակասություններ չենք ունեցել։ Այո, ունենում ենք բանավեճեր, բայց այս ընթացքում չեմ կորցրել, բարեբախտաբար, կարծում եմ, որ շատ գոն է այդպես մոտ ընկերներ չեմ կորցրել։ Օրինակ մարտի 1-ից հետո 2008-ին ես հիշում եմ շատ հարազատ մարդկանց հետ ունեինք շատ լուրջ բանավեճեր, բայց մի շրջան հասկացանք, որ եթե հանդիպում ենք, մենք ուղղակի չենք խոսում, այդ սահմանը մեր մեջ դրեցինք, որովհետև ինձ համար մարտի 1-ն էլ 2008-ի այն շրջադարձներ կամ ջրբաժաններ մեր պետության զարգացման կանգի, այսինքն որտեղ այդ ամենամեծ խոչընդոտներից էր, որ ուղղակի կասեցրեց մեր առաջընթացը որպես այդպեսի։ Դրանպես մեր զարգացման հիմնական խոչընդոտները որոնք են։ Հիմա բնականաբար, եթե շատ հենց այսօրվա մասին խոսենք, բնականաբար անվտանգությունն է եւ այդ անվտանգային հարցերն են, որոնք ազդում են թե մեր դեմոգրաֆիայի վրա, թե տնտեսական զարգացման եւ ամեն ինչի վրա։ Վերջին, եթե ավելի մեծ կտրվածքով վերցնենք, վերջին 30 տարիներին մեր զարգացման ամենամեծ խոչընդոտը եւ խնդիրը որպես այդպեսին ես դիտարկել եմ կոռուպցիան։ Եվ բոլոր մակարդակներում, սկսած կրթությունից, որովհետև դա ուղղակի այդպես մեկ ամբողջ փակ շրջան էր ստեղծում, որտեղ մենք կրթությունը քաղաքականացնում էինք եւ ոչ որակյալ մասնագետներ էին այդտեղ ներգրավում եւ մենք ունենում էինք բավական այդպես դեգրադացման process մի ամբողջ սերունդների եւ հետո այդ սերունդը դառնում էր ոչ իրավագիտակից, ոչ պահանջող, չքննադատող եւ չմտածող քաղաքացի եւ հետո այդ քաղաքացուն ավելի հեշտ էր մանիպուլացնել ընտրակաշառքի միջոցով եւ հետո այդ քաղաքացին նաեւ դառնում էր ահռելի բեռ պետության համար, որովհետեւ եթե կրթության բավարար եւ որակյալ կրթություն չի ստանում, բնականաբար նաեւ աշխատանքի եւ աղքատության, այսինքն այդտեղ կորելացիան շատ հստակ է կրթության եւ աղքատության եւ դրա այդ մասով բավական լուրջ հետազոտություններ են արված այդ թվում նաև Հայաստանում։ Այսինքն ստացվում էր, որ մեր պետությունը որպես այդպիսին, թեկուզ ես մի ոլորտի կոռուպցիան եմ ասում։ Իսկ եթե գնում ենք անվտանգային ոլորտ եւ այս մասով ես տարիներ շարունակ անընդհատ եմ բարձրաձայնել բանակում կոռուպցիայի, բանակում սպանությունների մասով անընդհատ գրել ենք եւ այն ժամանակ մենք ուղղակի եւ ընդհանրապես նրանք, ովքեր համարձակվում էին այս խնդիրը բարձրացնել եւ հատկապես կոռուպցիայի խնդիրը բարձրացնել, անվանվում էին դավաճաններ, բայց մենք հիմա տեսնում ենք, թե իրականում որն էր դավաճանությունը, այդ մասին գրել, այդ մասին խոսել եւ այս խնդիրը հասցնել ի վերջո որոշում կայացնողներին, չնայած հաճախապարծում, թե ի վերջո իսկապես գիտակցել եւ այս խնդիրը լուծել եւ ունենալ ուժեղ բանակ, իրապես ուժեղ, ոչ այն պաթոսը եւ ոչ այն շղարշը, որի ներքո մենք տասնյակ տարիներ ապրել ենք։ Իսկ մեր հասարակության մեջ արժեհամակարգային ինչպիսի փոփոխություններ եք տեսնում, որոնք անհանգստացնող են։ Ես էլի նորից պիտի գնամ կոռուպցիան կրթության ոլորտում եւ ընդհանրապես կրթության դեգրադացումը։
մեր կրթությունը ի սկզբանե, հա, դա խորհրդային միությունից էր գալիս, հետո արդեն իսկն որևէ կերպ դասագրքերը փոխվեցին, ինչ-որ մեթոդներ փոխվեցին եւ այլն, բայց մեծ հաշվով մենք խնդիր չդրեցինք քննադատական մտածողության զարգացման։ Եվ այստեղից են մնացած բոլոր ածանցյալ խնդիրները, որ նաև արժեհամակարգային խնդիր են ծնում։ Եվ այդ դպրոցում, եթե երեխան տեսնում է, որ այն երեխան, որի ծնողը ավելի լավ կարող է, ավելի լավ նվերներ է բերում ուսուցչին եւ այլը, ավելի լավ վերաբերմունքի արժանանում, երբ տեսնում է, որ կրթությունը որպես այդպեսին չի գնահատվում, որովհետև ինքը կարող է ավելի լավ սովորել, բայց մյուսը միևնույն է, նույն գնահատականը, եթե չասեմ ավելի բարձր կարող է ստանալ, երեխայի մեջ այդ արժեքը արդեն իսկ փոխվում է դեռևս դպրոցական նստարանից, եթե չասեմ մանկապարտեզից։ Եվ այդ արժեքները այսպես ուղղակի փոխակերպվելով շատ ավելի մեծ արատներ են դառնում։ Այսինքն ես ընդհանրապես հասարակությանը որպես այդպեսին ավելի որպես ամբողջություն երբեք չեմ մեղադրում։ Եվ ես մեղադրում եմ սովորաբար հենց այդ հասարակությանը այդպեսին դարձնող որոշում կայացնողներին, որովհետև դա ինքնաբուխ process չի, դա ինչ որ մի փուլում եւ դա շարունակական փուլերում ներդրված խնդիր է։ Եվ եթե մենք կրթության մեջ ունեցել ենք տասնյակ տարիներ ունեցել ենք այս խնդիրը, կոռուպցիա, քաղաքականացվածություն, ես չեմ ներողություն, քաղաքականացվածությունը սխալ բառ եմ օգտագործում, որտեղ մեր կյանքում ամեն ինչն է քաղաքական, բայց կուսակցականացվածություն, հա, այսինքն երբ կոնկրետ անձինք, կոնկրետ մարդիկ ծառայում էին կուսակցության շահերին, այսինքն իրենց համար կրթության շահը, հանրային շահը երբեք գերակա չէր, քան որոշակի այդպես նեղ շահերը։ Ես որևէ կերպ չեմ պնդում, որ հիմա այդպես չի։ Եվ մենք ունենք հիմա շատ այդպես տխուր զարգացումներ այդ առումով, այսինքն այն ինչ որ օրինակ 2018-ին, 19-ին փորձեցին ինչ որտեղ արմատախիլ անել, մենք հիմա մի տեսակ նորից վերադառնում ենք այդ նույն փակ շրջանը։ Բայց կրթության որոշակի բարեփոխումների տեսանկյունից լավ միտումներ ունենք եւ այստեղ այդպես ամեն ինչ չի, որ սենց լրիվ սև սպիտակ է եւ շատ վատ է։ Իսկ ազգային եւ եվրոպական արժեքները բախվում են Հայաստանում։ Տեսեք, այս մասով ես շատ հետաքրքիր մի բանախոսություն ունեմ, որ պարբերաբար տարբեր միջավայրերում նաև իմ ուսանողների հետ եմ այս հարցը պարբերաբար քննարկում, հատկապես այս բախումը ասում են կանանց իրավունքների տեսանկյունից շատ հաճախ, բայց ես հենց սրան որպես այդպես հիմնական փաստարկ եւ հակադրություն բերում եմ եւ առաջարկում եմ միշտ ի վերջո հասկանալ իսկ որն է մեր ավանդույթը, որն է իրական մեր ավանդույթը, ոչ թե այն ավանդույթը, որ իրականում խեղաթյուրվել է 19-20-րդ դարերում, երբ մենք ստիպված ապրում էինք մուսուլմանական շրջապատում Թուրքիայում, թուրքերի մեջ, Օսմանյան կայսրությունում կամ նաև արևելյան Հայաստանում, նաև Իրանի որոշակի ազդեցության, Պարսկաստանի դիրապետության տակ եւ այլն, հա, այսինքն այս շրջանը ամբողջությամբ մեծ հաշվով խեղաթյուրել են մեր իրական ավանդույթը, որ մենք ունեցել ենք Մխիթար Գոշում ժամանակահատվածում, հա, այսինքն մենք ունեցել ենք Մխիթար Գոշ, որը եթե օրինակ եվրոպացիք ունենային, երևի իրենց ամենամեծ հպարտությունը կլիներ, որովհետև երբ եվրոպացիներին ասում ես, որ գիտես, մենք ունեցել ենք 12-րդ դարում կանանց իրավունքները ամրագրված սահմանադրությամբ, կանանց տրված հնարավորություններ ժառանգության, անգամ ամուսնալուծության, անշուշտ չի նշանակում, որ հասարակական նորմը ամիջապես դա ընդունում էր եւ այլն, բայց գոնե գիտական եւ նաեւ իրավական միտքը այնքան էր զարգացած, որ ամրագրվել էր, ունեինք անգամ ամրագրված ընտանիքում բռնության դատապարտումը եւ այնքան էր նաեւ զարգացած այդ միտքը, որ ընտանիքում բռնությունը այլ պատիժեր ենթադրում եւ ավելի խիստ պատիժեր ենթադրում, քան ուղղակի կենցաղային որևէ այլ տեղ բռնությունը, հա, այսինքն այս տեսանկյունից մենք ունեցել ենք շատ ավելի առաջադեմ, շատ ավելի, մենք հիշենք էպոսը Սասունցի Դավիթը, որտեղ
ամենահայտնի այդպես խոսքը, որ այռուցն է լինի էգ թե որց։ Այս տեսանկյունից երբ դիտարկում ենք եւ երբ գալիս հանգում ենք, հասնում ենք գրաֆի եւ գրաֆու հայուհիներն ենք կարդում եւ փորձում ենք հասկանալ, որովհետեւ գրաֆին մի մեծ ազգագրական իրականում աշխատություն ունի հենց այդ թեմայով, որտեղ ինքն էլ եզրահանգում է, թե իսկ ինչու, ինչպես ստացվեց, որ մենք կանանց մեր փորձեցինք փակել ամենավերջին սենյակում կամ դուրս չթողնել եւ այլն մարդկանց աչքից հեռու, որտեղ գրաֆին այդտեղ ուսումնասիրում էր հատկապես կանանց կրթություն ստանալու իրավունքը։ Եվ հենց այդտեղ է նաեւ որ ըստ էության գրաֆին նաեւ հանգում է այն մտքին, որ մենք ստիպված ենք եղել, որովհետեւ ապրել ենք մուսուլմանական շրջապատում, վախեցել ենք այո, որ մեր կանանց կբռնի, կամուսնացնեն, կգողանան, կբռնաբարեն եւ այլ, այսինքն դրանք են կյանքից ստիպված փոփոխություններն են, բայց դրանք մեր իրական ավանդույթները չեն։ Եվ եթե այս դիրքից ենք մենք նայում, այդտեղ բախում ուղղակի չկա։ Այդտեղ ընդհակառակը մենք շատ բան ունենք սովորեցնելու նույն Եվրոպային։ Ձեր կազմակերպությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում նաև կանանց հանդեպ բռնությունների թեման, նաև այդ առումով ինչ միտումներ կան։ Թվային պատկերով կարող է թվալ, որ ավելի շատացել են։ Այսինքն բարբերաբար կարող է նաև բռնությունն է շատացել, որտեղ սա լուրջ բավական լուրջ ահազանգերը բավական շատացել են։ Այսինքն ոչ թե բռնությունն է ավելի շատ ընտանիքների ներսում կամ ընդհանրապես կին-տղամարդ հարաբերություններում, ավելի շատացել են ուղղակի խոսելու դեպքերը, այսինքն մարդիկ հասկացել են, որ չի կարելի լռել, եւ այդ լռելը ոչ թե ընտանիքը պահելու հնարավորություն է, այլ լռելը խորացնել է խնդիրը, որտեղ մենք ունեցել ենք, ես շատ տարիներ առաջ ունեցել եմ այդպիսի դեպքեր կամ ընտանիքներ, որոնց հետ աշխատել ենք, որ ընդամենը մի քանի քննարկում, խոսակցություն ամուսնու հետ ընտանիքը շատ ավելի ամուր էր դարձնում։ Մինչդեռ եթե դա խորանար, ուղղակի արդեն ամուսնալուծությունը կամ շատ ավելի այդպես սարսափելի հարաբերությունները անխուսափելի էր դառնալու։ 2005-6 թվականներին ընդհանրապես որպես խնդիր չէր դիտարկվում։ Մինչդեռ որպես խնդիր մենք երբեք չենք դիտարկել հենց այն տեսանկյունից, որ սա մեր պետության ամրության հարցն է, որտեղ որքան ընտանիքները առողջ են, որքան այդ երեխաները ընտանիքում առողջ են հոգեպես, այնքան մեր պետությունն է ամուր եւ շատ ավելի գործունակ, որտեղ այստեղ նաեւ դեմոգրաֆիայի հարցեր են, այստեղ ընդհանրապես բռնության վերարտադրության կանխարգելման հարցն է, որովհետեւ ընտանիքում, որտեղ բռնություն է, երեխաները միշտ ունենում են ինչ-որ խնդիրներ, եւ այդ խնդիրները մենք չենք կարող իմանալ, թե ինչպես ի վերջո կդրսևորվեն հետագա իրենց կյանքում, որտեղ բռնությունը որպես այդպիսին վերարտադրվող անդադ երևույթ է։ Կանայք են փոխում աշխարհը, թե տղամարդիկ։ Ես կարծում եմ, որ հենց այս տարանջատումը ինքնին սխալ է, որտեվ այս երկուսի համադրությունն է, որ ինչ-որ բան հնարավոր է փոխի, եւ անընդհատ շատ հաճախ այո շեշտադրում է լինում կանանց իրավունքների վրա, բայց այդ համադրումը պիտի ի վերջո արդյունք տա, որը բալանսը, այո, ինչու ենք ասում օրինակ 50% կանանց ներգրավվածությունն է քաղաքականության մեջ ցանկալի եւ այլն, որովհետեւ տղամարդիկ իրենց հայացք ունեն եւ դիտանկյուն ունեն եւ այդ դիտանկյունը սխալ չի, այլ դիտանկյուն է։ Կանայք իրենց դիտանկյունը ունեն եւ իրենց մոտեցումներն ունեն։ Հիմա մեկը մյուսի գերակշռությունը դեռևս չի նշանակում, այսինքն եթե կանայք ավելի շատ լինեն, դա դեռ չի նշանակում, որ շատ լավ է։ Այսինքն որտեղ այս դեպքում էլ մի դիտանկյունն է գերակշռելու եւ այս բալանսը պիտի հավասար լինի եւ կանայք ուղղակի շատ ավելի գուցե խաղաղարար են, այսինքն հատկապես այս օրերին, երբ աշխարհն է քանդվում եւ մենք էլ սարսափելի պատերազմների ու այս ամբողջ ողբերգությունների միջով ենք անցնում, ես ուղղակի կարծում եմ, որ եթե օրինակ երկրի ղեկավարներ լինեին կանայք, շատ ավելի դժվար կգնային ուժի գործադրման կամ պատերազմով ինչ որ հարցեր լուծելու որոշման սովորաբար ավելի դժվար են գնում եւ մենք ուղղակի կենցաղում մենք տեսնում ենք, չէ, այսինքն կանայք ամեն օր իրար հետ չեն կռվում կամ ձեռնամարտի չեն տրվում շատ արագ
ի տարբերություն տղամարդկանց, այսինքն այս տեսանկյունից գուցե եթե բալանսը փոխվեր մի քիչ ավելի խաղաղ մոլորակ կունենայինք, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ հենց բալանսի հավասարաչափ բաշխումը եւ փոխօգնությունն է փոխելու աշխարհը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրը Գայանե Աբրահամյանն էր առայժմ։ Մեր երկրի զարգացման ամենամեծ խոչընդոտը եղել է կոռուպցիան։ Հասարակության դեգրադացիայի հարցում մեղքը որոշում կայացնողներինն է, առաջին հերթին կրթության ոլորտում։ Որքան առողջ է ընտանիքը, այնքան ամուր եւ գործունակ է պետությունը։ Եթե ղեկավարները լինեին կանայք, կունենայինք ավելի խաղաղ մոլորակ։ Աշխարհը փոխում է տղամարդու եւ կնոջ փոխօգնությունը։ Գայանե Աբրահամյան։